Վատ նորությունն ենք իհարկե։ Ուրեմն դատանը որոշեց երկրի մի քանի տոկոս հույս ունենք, որ պաշտպանների բերած փաստարկներով ինչ-որ պատի վրա ճարկ կա, բայց փաստորեն չկար։ Ուրեմն որոշել է սրբազանին կալանավորել 2 ամիս ժամկետով, ընդ որում նաև սահմանափակել են շփումները բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։ Բացառությամբ իրենց մնացածի մասով շփումները են սահմանափակել։ Մենք այս որոշումը 10 օրյա ժամկետ ենք ունենալու բողոքարկելու, երբ որ կստանանք սեփականացնենք ստացել, երբ որ կտան ամբողջական տարբերակը բողոքարկենք։ Որտեղ է տեղափոխվելու այստեղից, որ քրեակատարող Արդեն տեղյակ ենթադրվում է Նախնական Նուբարաշեն, նախնական իսկ ինչու Նուբարաշեն։ Իսկ ձեր դուրս գալուց հետո ասացին, թե երբ կտեղափոխեն, որտեղ այստեղ մեքենաների շարժ դեռևս չի եղել։ Ինչպես է գնահատում այս որոշումը, ինչքանով է այն իրավական։ Բացահայտ ապօրինի ահին, բացահայտ։ Իրավական խայտառակություն։ Վարչապետի գրառումները որքանով են ազդեցություն ունեցել այս որոշման կայացման վրա։ Ըստ էության 4 գրառում արեց վարչապետը դեռևս դատական դեպք սկսված։ Ստացվում են գրառումներով չեն ազդեցություն գործում։ Այլ վերահսազանգերի կամ այլ միջոցներով կարող են ազդեցություն գործել, դե գրառումներով բոլորի վրա ազդեցություն գործում։ Միանշանակ դատավորը անկախ չէր, իրեն հայտնված բացակները հիմնավոր էին նա մերժեց եւ վստահ որ այդ բացակների հիմքերն առկա են։ Պատճառաբանական մասը չունեք, չէ՞ դեռևս։ Չէ, միայն բան ունենք, խաղացք ունենք։ Ինչպես ասեմ, ինչպես արդեն ասեմ, հանցագործություն չկա։ Չկա այդ հանցագործություն կոչվածը չկա։ Այս պարույցը կավարտվի, դատականստի ձայնագրությունը տեղապարակայնացնենք, այս իրավական խայտառակությունը դատավորի մասնագիտական եւ ոչ անկախ եւ ոչ պրոֆեսիոնալ վիճակը ասած ակնհայտ լինի, մասնագիտական խայտառակություն։ բողոքարկվելու է։ Իսկ հետո արդեն որոշումը կլինի, որոշման բովանդակություն չկա։ Արքեպիսկոպոսը ինչ-որ բան ասաց այդ որոշումը լսելուց հետո։ Չէ, ինչպես եմ ինքը Պատրաստ է։ պատրաստ է որոշմանը։ Այսքան է Ժորժան, ձեզ շնորհակալություն, այստեղ ամբողջ գիշեր էստեղ եք անցկացրել, շնորհակալություն ձերացան համար, մնացեք հաջողություն ձեզ։ Դուք Մասիս Մելքոնյանից այլ բան չեք էլ սպասում։ Բացարձակապես։ Իրեն հատուկ են այս գործը մակագրել, բոլորի մեջից ինքը անզոր դատավոր է հարցում, բացարձակապես։ Նզովքը չի ուշանալ։ Կասկածը։ Ամոթ, 1000 ամոթ։ Աստծո պատվիրություն։ Հարգելի հետևորդներ, դուք լսեցիք Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց, այդպիսի որոշում հրապարակվեց։ Հիշեցնեմ, միջնորդությունը քննում էր դատավոր Մասիս Մելքոնյանը, փաստորեն այն բավարարվեց։ Ուղղակի ինքնին ճամփողները ուրիշ հարված կերան։ Ուդայի բաժին կերան։ Իմիստեղ ինչ պտիրի։ Ասած թրգե ձեր երեխեքի ժողովուրդ ինքս է շատ լավ, շատ։ Ամոթ, ուղղակի դուք եք բաժին դառնում այս ամեն ինչ, մեղք է։ Աստծո պատիվն է, այս բոլորից վրա է լինելու։ Կոնեկցիոնից հետո անդրադարձեք։ Նոմար, դա գնացած շարվել է։ Արդեն դուրս բերեցին, հա։ Տասած շարվել, գնարերով շարվեք տաս։ Երեքնա չի պետք։ Մեր շարքով է ստանալու եք ամեն ինչը։ Հերթով, շարքով։ Ամեն մեկի տուն է մտնելու ես ամեն ինչը։ Այդ ավարներ։ Հա, բայց ես ինչ ավարներ, ես ինչ խայտառակություն չեն ամաչում։ Իրաստված որ ասություն կալանչի ես այս 3-4 հոգու հաղթակելու Ինչքան պիտի կալանավորեք։ Ազատար չի կալանավորում։ Ինչա, պրեմիաները գալիս է ու դու ուրախանում եք էլի դրանով։ Պրեմիա եք ստանում։
իրենց 4 պեկի գերեզմանի համար։ Շատ սովորույս է, Հակի ապրում ենք մի երկրում, որտեղ արդարադատություն չկա։ Ինչ-որ մեկի թմահաճույքն ենք բոլորը կատարում։ Համատիկներ։ Ծաղրացու բոլորից ծիրա ձեռով խաղացնում է։ Շոն է հետ մեկ նանցել։ Շոն է ձերոք ու խոսում է դաբաշարած։ Վարչապետ չէ, նախագահ չէ, արքեպիսկոպոս մարդ է, հոգևոր առաջնորդ մարդ է, վարչապետից էլ է մեծ պաշտոն։ Դուք ում եք ծառայում եք արած։ Ում եք ծառայում։ Ինչ են Դե տեսնում։ ինչ է հեչ մեջ։ Դե լավ, դե ինչ կասեմ։ Ամեն ինչ Անիմաստ է, տեր այ ջան, անիմաստ է։ Արդեն երկրորդ սրբազանը կալանավորվեց։ Ժողովուրդ չար։ Ամենը վարչապետի դուրը չեք, բայց ամեն օր մի ներենքնելուց վերև եք նայում, եկեղեցի եք Ոչ վազում։ մեկս հավես չեք։ Մի օր բոլորս Այս մերվենք։ ձեր պաշտոններն էլ հավես։ Նույն դադավորը։ Բացարձակապես Նույն հավես։ ցանկացած մեկը։ Բայց մի օր Երբ միտեղ իր հոգի հանդիպել տալուց պետք է այս ամեն ինչը հիշի։ Այս ամեն ինչը պետք է հիշի։ Հոգի տալուց պետք է հիշի այս ամեն ինչը։ Պետքին առաջնորդեք բոլորից, եթե բոլորը չլնեք, գոնե կեսը չպում ունեցել եք։ Այդ առաջնորդի Իրոք դասական ուրիշ ինչ կա։ Только рано утром вынесено решение, Аджапакян тоже арестован на 2 месяца. Продолжаем. Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, Միքայել Սրբազան Հաճապարյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա հաղորդակցությունները ևս սահմանափակվել են։ Կադրի Միքայել Սրբազանին տեղը փոխեցին քրեակատարողական հիմնարկ։ Ես նշեմ, որ հոգևորականները ողջ գիշեր այստեղ են եղել, այստեղ նաև բազմաթիվ ոստիկանական ուժեր են եղել կենտրոնացած։
Բարև ձեզ։ Ներողություն, երեկվա Ոնց է միշտ ցան գալիս ձեզ, երբ լրագրողները մոտենում են։ կամանք դուրս եկա։ Երեք ոստիկանության ներողություն, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ երեք մասնակցում էին մայրաթոր գրոհին։ Ինչ կասեք այդ մասով։ Փաստորեն ոստիկանությունը ամբողջ ուժերով լծվել է եկեղեցու դեմ պայքարի։ Դուք Փաշինյանի քաղաքականության մաս եք կազմում։ Կներեք, բայց մայրաթոր երեք ոստիկանական ուժերի գրոհը նորմալ եք համարում։ Ոստիկանական ուժերը, հետո կխոսակ, ձեր գործը ավարտել եք, չէ՞։ Հարց եմ ուղղում։ Առաջ մի եկեք թողեք խոսանք ժողովուրդ, Հարց եմ ուղղում, հիմա ասեք դες անեն դուս։ Դե հիմա հարց եմ ուղղում, պատասխանեք։ Այսինքն դուք օրինաչափ եք ձեր երեկվա գործողությունները օրինաչափ եք։ Հետո տասպասին դե։ Ես ձեզ հետ դուքով եմ խոսում, պարոն Խուտինյան։ Ես ձեզ հետ դուքով եմ խոսում։ Թողեք այդ րոպե խոսանք, էլի։ Կարևոր բան։ Դուք տեսնում եք ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարվում են պատասխանել մեր հարցերին, նշում են, որ այստեղ կարևոր հարց են քննարկում։ Հիշեցնեմ, երեք ոստիկանության տարբեր ստորաբաժանումները եւս մասնակցում էին ըստ էության
Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ Միքայել Սրբազան Աջապայանը կալանավորվեց 2 ամսով, նրան քիչ առաջ տեղափոխեցին արդեն քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնեմ, իրեն մեղադրում են իշխանազավթման կոչեր հնչեցնելու մեջ։ Հիշեցնեմ, ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարվում են պատասխանել մեր հարցերի։ Դուք գիտեք, 3 ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մասնակցում էին Մայրաթոր գրոհին։ Պան Խուդինյան, դե հիմա պատասխանեք։ Հիմա ձեզ եմ հարցնում, դուք էլ եք 3 Մայրաթոր գրոհին մասնակցում, ինչ կասեք, ինչու եք այդ ապօրինի գործողություններ իրականացնում։ Փաստորեն հիմա Փաշինյանը եւ ոստիկանապետ է, եւ դատախազ, եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Անկախ չմտածեք, արհամարում եք, հարցադրույց չեք։